Անգուսի մսով բաստուրմա ենք պատրաստում այսօր, հետևորդներ ջան, ինձ անընդհատ գրում էին հետևորդները, անգուսի մսով խիչ ենք պատրաստում, մենք այսօր որոշեցինք անգուսի մսով պատրաստել բաստուրմա։ Ահա միսը, մենք վերցրել ենք փոքր հատված անգուսի մսի, ինքը roast beef հատվածն է հենց, անգուսի այդ հատվածը կոչվում է roast beef։ Հիմա մենք կատարում ենք աղադրումը։ Ոնց որ ցույց եմ տվել, սկզբից լցնում ենք աղը ամանի մեջ, տեղափոխում ենք միսը ամանի մեջ և պատում ենք աղով։ Ամբողջովին պատում ենք աղով։ Մենք շատ բան չունենք անելու, որովհետև կտորը արդեն նախապես ձևած էր, փոքր սիրուն կտոր էր, անգուսի միսը։ Մենք աղի մեջ կպահենք 10 օր։ 10 օրից կհանենք եւ կլվանանք, կդնենք պրես։ Աղից հանում ենք անգուսի միսը։ Հիմա տեսնենք ոնց է հասունացել աղի մեջ։ Ահա միսը։ Շատ լավ աղը վերցրել է։ Իր յուղերը, հələ ինչքան սիրուն յուղեր ունի։ Հիմա մենք կտեղափոխենք ջրի մեջ։ 24 ժամ կլվանանք հոսող ջրի տակ և միասին կդնենք պրես։ 1 օր անգուսի միսը լվացինք, հիմա փաթաթում ենք, դնենք պրես։ Քսանչորս ժամ կպահենք պրեսի տակ անգուսի միսը, հետո միասին կհանենք, կթելենք։ Անգուսի միսը 1 օր պահեցինք պրեսի տակ, հիմա հանում ենք։ Ահա միսը։ Շատ լավ պրեսը վերցրել է, բարակությունը, յուղերը։ Անգուսի միսը ինքը ուներ իր յուղային շերտերը, որը որ պահպանվել է արդեն։ Տեսողականով որ տեսնում ենք, բոլոր շերտերը կան յուղերի։ Ինքը տարբերում է սովորական տավարի մսից իր յուղերով։ Էս էլ մեր սիրուն կտորը, անգուսի, շատ սիրուն կտորը։ 10 օր կչորացնենք, հետո միասին կբռնենք չամանը։ Անգուսի մսի համար բռնում ենք չաման, ահա միսը, չորացել է շատ լավ, չորությունը, հələ յուղերը ինչքան լավն են, ընդհանուր իր տեսքը շատ լավն է մսի։ Մենք այստեղ ունենք 100 գրամ չաման, 50 գրամ քաղցր բիբար, 100 գրամ ունենք սխտոր, փոշի, 20 գրամ ունենք աջիկա, կես լիտր ջուր լցրել ենք նախապես, 1 լիտր կլցնենք հիմա։ Հիմա համեմունքները լցնում ենք ամանի մեջ, չամանը, սխտորը, կարմիր քաղցր բիբարը և կծու աջիկան։ Համեմունքները լավ խառնում ենք, ոնց որ ցույց եմ տվել, և լցնում ենք ջրի մեջ արդեն։ Կես ժամ կթողնենք ջրի մեջ կլուծվեն համեմունքները և կխառնենք միասին։ Կես ժամը լրացավ, հիմա կխառնենք չամանը, ահա, չամանը լավ արդեն բացվել է, ամենակարևոր բանն է, հետևորդներ ջան, որ այս գնդերը ընդհանրապես չլինեն։ Հələ ձեռքով որ խառնում ենք, հավասարաչափ բացվել է։ Չաման բռնելու ամենակարևոր պահը հենց այս պահն է, որ պետք չի վրազել, կես ժամը հենց այնպես չենք ասում։ Անմիջապես, եթե խառնենք, կառաջանա գնդեր։ Անգուսի միսը տեղափոխում ենք չամանի մեջ։ Ահա։ 5 օր կպահենք չամանի մեջ, հետո միասին կհանենք, կթաթախենք։ Անգուսի միսը չամանից հանում ենք։ Շատ լավ փափկել է միսը։ Ահա։ Հենց այսպես էլ կկախենք կչորանա։ 3 անգամ էլ կթաթախենք անգուսի միսը, հետո միասին կկտրենք։ Անգուսի մսով բաստուրման պատրաստ է, ահա, ինչքան սիրուն ստացվել է, չամանի տեսքը, ինքը, փոքրությունը, պրեսը, շատ լավ ստացվել է արտաքինը։ Հիմա կկտրենք մեջը, կտեսնենք ոնց է։
անգուս, հələ, միսը իրանը ասում է, էլի, վերջապես միսը իր առավելությունը ունի, անգուսի միսը արդեն ոնց որ իր յուղայնությամբ, իր շերտերով հետաքրքիր տեսք է ստացել, հիմա կկտրատենք Basturma çoner can, 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 Ահա, շատ սիրուն ստացվել է, կտորը հələ, ինչքան լավն է, յուղը կա, միսը կա, շերտերով, չամանի բարակությունը, շատ լավ ստացվել է, ոնց որ ցույց եմ տալիս, մեր ատամներն են, հələ թելերը, ոնց է պոկվում, հյուսվածքները, բամբակի նման, հյուսվածքները արդեն հուշում են, ոնց պետք է պոկվի, հələ, շերտերը հյուսվածքների, յուղը, միսը, շատ լավ ստացվել է, բաստուրմա չոներ ջան, դուք էլ պատրաստեք անգուսի մսով բաստուրմա, անպայման ձեզ մոտ կստացվի։